Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի է ժողովրդավարական երկրում, եւ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա, որովհետեւ ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, բայց էլ եմ ասում, մենք գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել եւ դա էլի հարցը ես Եվրոպայի խորհրդում իմ ունեցած ելույթում եմ ասացի, որ սա ժողովրդավարական չափանիշներից, խնդիրներից մեկն է, եւ մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար, որ մարդիկ ընտրակաշառք բաժանելով այդպես եւ վերջում էլ ըստ էության թյուրիմացաբար դառնան հասնեն այդ կարգավիճակին, բայց ես կարծում եմ, որ դա թյուրիմացություն է, որը հնդածս կշտկվի։ Շնորհակալ եմ, պարոն Եվ երևույթը, եւ հայտարարությունը, եւ հեղինակը։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ես ինքս որպես գյումրեցի եւ որպես ազգային ժողովի падգամավոր չեմ համակերպվում եւ վստահաբար չեմ պատրաստվում համակերպվել այն մտքի հետ, որ Վարդանիկը այսօր Գյումրու համայնքի ղեկավար է եւ առավել եւս, որ նա ընդհանրապես չի թաքցնում, որ ցանկանում է Գյումրի վերադարձնել այն վարքերը եւ վարքերը, որոնք որ եղել են ժամանակին իր նախորդ կառավարման տարիներին։ Շնորհակալ եմ։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես եւ պետությունը եւ ժողովրդավարությունը պետքա իրենք պաշտպանելու մեխանիզմները կատարելագործվեն, բայց դա էլ եմ ասում, դա մի աշխատանք է, որ պետք է անել ներվային, հանգիստ, հանդարտ եւ ինստիտուցիոնալ, եւ ես կարծում եմ, որ այդ բոլոր խնդիրները կլուծվեն։ Չի կարող Հայաստանի որևէ թեկուզ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյա կասկածի տակ դնի Հայաստանի անկախությունը։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք նման դեպքերում եւ փաստ չի որ չունենք։ Պետք է դիտարկել, որովհետեւ ուղղակի պետք է գնահատական տալ, բայց ես կարծում եմ, որ նման երևույթներին պետք է դասել թյուրիմացությունների շարքը, որոնք հնդածս շտկվում են պարզապես։